պատերազմական ռիսկը դա իրականության հետ առնչություն ունի, թե ոչ։ Ես պատերազմ չեմ կանխատեսում լայնածավալ, դա SVO, այո, SVO ռուսերեն, ինչ որ բլիցկրիգ, որպեսի Հայաստանը դիմի վատագույն սցենարն եմ ասում Ռուսաստանին, ինչու Փաշինյանը չի դուրս եկել նոյեմբերի 9-ի համաձայնագրից, հիշում եք, ասում էին դա խաղաղության միակ փաստաթուղթն է, եթե մենք դուրս գանք, դա կնշանակի դուրս են գալիս խաղաղության process-ից մինչև օգոստոսի 8-ը։ Հիմա եթե Ռուսներն են ասում հիմա։ Այո, հիմա եթե օգոստոսի 8-ը հետաձգվում է, չգիտենք, Տրամպը ընտրվում է, չի ընտրվում, նկատի ունեմ միջանկյալ ընտրություններում, կորցնում է կոնգրեսը, թե միայն ներկայացուցիչների պալատը, դատական process է սկսում, թե ոչ, Էփշտեյն եւ այլն, չխորանանք ներքին սցենարներ, վատ տարբերակներն եմ նայում, լավագույնը, որ Իրանում ռեժիմ փոխվի եւ այլն, հիմա վատ սցենարն ենք նայում։ Արդյոք Հայաստանը դիմելու է դեպքում Ռուսաստանին այլ տարբերակ չունի, եթե ինքը իր ուժերով չկարողանա Ադրբեջանի դեմ պատերազմել, եթե Թուրքիան չօգնի էլի Ադրբեջանին ինչպես 20 թվականին, ուրեմն վատագույն սցենարը դա է, ոչ թե երկարաժամկետ, որովհետև աշխարհը չի ընդունի դա, այլ ինչ որ այսպես բլիցկրիգ։ Արդյոք հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ դուրս կգան մարդիկ փողոցի, դա վատագույն սցենարն է նաև ինչ առումով, այլընտրանք դեռ չի ձևավորվել։ Եվ չկա այսպես լիդեր, որ ասես Փաշինյանը չի նայ, այսպես խմբավորումներ են առանձին ընդդիմություններ իր մեջ է բաժանված եւ դա շատ վատ կլինի Հայաստանի համար ունենալ այսպիսի իրավիճակ, ուրեմն Ադրբեջանի հետ եւ ներսում չունենալ կոնսոլիդացիա։ Համաձայն եմ։ Չկա անգամ հստակ դոկտրին, ընդդիմության անունից եմ ասում, էլի, թե մենք ինչպես կվարվենք խաղաղության հետ՝ ի տարբերություն վարվողի։ Այո, միակ դոկտրինը Ռուսաստանը մեզ կփրկի, բայց դա կարծում եմ 20 թվականից հետո ակնհայտ է հենց նույն արցախցիների համար։ Իդեպ շատ հաճախ իրենք խոսում են արցախցիների անունից, բայց ես չեմ լսել, որ արցախցիները համաձայն են ռուսների, ուրեմն ենթակայության, այսպես ասած, վերահսկողությամբ նորից վերադառնան Արցախցի ասեցիր, հիշեցի մետրոյի դրվագը, ինչ տպավորություն է։ Իհարկե, ղեկավարը երկրի չպիտի այդպես խոսի, իդեպ սա առաջի դեպքը չի։ Երբ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների վրա բղավում է, բարձ է քննադատություն, որ մեկը չի սիրում, բայց եթե հանրային անձ ես այն էլ երկրի ղեկավար, պիտի լսես, ասես ընդունում եմ ու ձեր տեսակետը կամ չեմ ընդունում, անցնել առաջ։ Սա նյարդային վիճակը անվստահության նշան է։ Մյուս կողմից ներողություն հնչեց հիմա դիմացից շատ այսպես ագրեսիվ է պահվածքը այդ կնոջ, ես դա էլ չեմ ընդունում։ Իդեպ կարելի է շատ համեստ լինել եւ դառնալ ավելի ընկալելի հասարակության համար, բայց հիմա թե Նիկոլ Փաշինյանը ավելի համեստ կարգավիճակում է գտնում, քան այդ կինը։ Իսկ ձեր մտքով չի անցել, որ նախընտրական զոնդաժ էր։ Չգիտեմ, բայց որ ընդդիմությունը ամեն օր հիմա էլ քնում զարթնում այդ կնոջ մասին, մտածում, ես կարծում եմ այն արցախցի ղեկավարները Հայաստանի, որոնք միլիարդատեր են նաև շնորհիվ Նիկոլ Փաշինյանի արտադրության համակարգի, մեկ լումը ամեն մեկը ներդնեին, ոչ միայն այդ կնոջ, այլև մյուս արցախցիների խնդիրները կլուծվեր։ Այսօր խոսել է նաև մեր արտգործնախարարը շատ բաների մասին, բայց խոսենք մի դրվագի մասին, երբ խոսքը առնչվում էր արդեն սահմանադրությանը։ Հիմա ձեր կարծիքն է ինձ հետաքրքիր։ Սահմանադրական փոփոխություն ադրբեջանական պահանջ։ Ոչ, ես կարծում եմ սա ընդդիմությունը այս քարտը խաղարկում է, ինչու, որովհետև Հայաստանի իշխանություններն են ցանկանում որ դա փոխվի, այսինքն այստեղ ես տեսակետները նույնն է, դե իրենք բացատրում են, որ Արցախի էջը փակ է, այդ նշանները, որ Նիկոլ Փաշինյանը բաժանում է, իդեպ կարծում հայ հասարակության մեջ գալի հատվածը կողմ է դրան, որովհետև մենք չտեսանք ինչ-որ հանրահավաքներ ընդդեմ Փաշինյանին, կամ ընդդիմություն, երբ վրաններ էր խփում արցախցիներ չտեսանք, այսինքն հետաքրքիր արցախցիների նաև տեսակետը Արցախի հետ կապված ես նշեցի, որովհետև մենք 100,000-ավոր արցախցիներ ունենք այստեղ, նաև մինչև էթնիկ զտումը, բայց փողոց մի քանի 100 մարդ է դուրս գալիս, պարզ է, որ այդ հեքիաթներ են, որ վախենում են, եթե Քոչարյանի ժամանակ չէին վախենում դուրս գալ, հիմա հաստատ դուրս կգան, բայց իմ կարծիքով սա ստիպողաբար չէ, որ Նիկոլ Փաշինյանն էլ է ուզում հայկի այդ էջը, այսինքն դա թելադրված չի, այլ հարցը, որ իմ կարծիքով դա պահանջներից մեկն է եւ դրանով չի ավարտվելու Իլհամ Ալիևի հռետորական նախապայմանները։ Արարատ Միրզոյանը ասում է, բանակցային օրակարգում այդպիսի հարց չկա, չենք խոսում։ Բայց բանակցային օրակարգից դուրս բանակցողները խոսում են հենց դրա մասին։
Ինչպես կարող է օրակարգում չլինի, իսկ բանակցային օրակարգից դուրս Ադրբեջանը օրը մեկ ռեժիմով հայտարարում է Հայաստանի ընդորում հայտարարելուց բացի, ասում է հենց դա եղավ կլինի նաև մնացածը։ Բայց դրանից բացի նա ասում էր Ալիևը, որ արևմտյան Ադրբեջան վերադարձնել է օրակարգում։ Այսինքն սա օրակարգի խնդիր չի, դա նախապայման է, որպեսզի տորպեդարվի խաղաղության գործընթացը։ Բանաստում եք բանակցելու չխոսենք, ինչու եք տորպեդահարում բանակցում։ Դե ես չեմ կիսում Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը շատ հարցերում, հենց նույն խաղաղության գործընթացի։ Ադրբեջանի սահմանությունը բայց չպետք է փոխվի, որովհետև այնտեղ Նիկոլ Փաշինյանն է ասել, դեպ տարածքային պահանջներ կան Հայաստանի Հանրապետության տարածքի հանդեպ, այսպես կոչված արևմտյան Ադրբեջանը։ Մեկ էլ ասում են, բայց Ադրբեջանը հաղթել է, նախ մենք էլ էինք հաղթել, եւ երկրորդ այսքան հաղթել է, դե էլ ինչի եք բանակցում, ինչ ասում են, անենք։ Դուք ասում եք, որ մենք հիմա ինքնիշխան ենք, հզոր ենք, մեր բանակը շատ հզոր է, բայց հենց ինչ որ նախադասություն ես ասում են Ադրբեջանը կհարձակվի։ Հիմա մենք պետք է հասկանանք, ես բանակից տեղյակ չեմ, մենք ինչ իրավիճակում ենք գտնվում։ Եթե ասում ենք 23 թվականին կարողացանք հետ շպրտել ադրբեջանցիներին Չերմուկից, ուրեմն պետք չէ այդքան վախվորացնել, որտեղ իմ կարծիքով, եթե երկիրը ագրեսիայի է ցանկանում դիմել, որքան դու ավելի վախվորած լինես, այնքան ախորժակը կբացվի։ Եվրամիության ընդլայնման հանձնակատարը Մարթա Կոսի այցը Երևան։ Եկել էին Հայաստանին օգնելու, թե գործող իշխանության։ Ես կարծում եմ եւ արևմուտքում կա տեսակետ, որ վատի եւ վատթարագույնի կամ միջինի եւ վատի միջև ընդդիմությունը քանի որ adekvat չի, ընդդիմությունը ասելով նախկին իշխանությունների խոսքերը adekvat չեն, այսինքն չի կարելի անդադ սկավառակը պտտել, որ եթե Ռուսաստանը չի, աշխարհը ավարտվում է։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը շատ ձեռնտու է, իրենք ընդհանրապես խորամանկությունից զուրկ են, այսինքն կարելի է, չէ՞, այնպես անել, որ իրենց էլ ուշադրություն դարձնեն, բայց իրենք նետել են, այսպես ասած, արևմուտքին Նիկոլ Փաշինյանի գիրկը, հետո էլ զարմանում են, ինչու են իրենք միայն Նիկոլ Փաշինյանի հետ շփվում, այսինքն դա հենց իրենց սխալն է։ Այլ հարց է, որ այստեղ շատ հարցեր կան, նախ մենք գնում ենք հիշում ենք Եվրաքվե, հիմա երկար չխոսենք, գնում ենք, չենք գնում, սպասում են, չեն սպասում, պատրաստ ենք, պատրաստ չենք, այն հասարակությունը քաղ, որը զբաղվում է այդ գործընթացով, պիտի հաշվետվողականություն դրսևորի եւ վերջապես ասի, մեր դանդաղկոտությունը, դիվերսիֆիկացիա, ուսամ խոսքը միանգամից անդամ լինելու մասին չի, կապված է Եվրամիության հետ։ Այդպես խորամանկ քայլեր են անում, թե Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում, թե երկուսն էլ այդպես են ուզում։ Այսինքն հայ-ռուսական հարաբերություններում մեծ հաշվով որևէ բան չի փլուզվել։ Ավելացել է մեր տնտեսական ապրանքաշրջանառությունը։ Բա ռուսական մեդիան ինչին է խանդում այդպես։ Քարոզիչները, падգամավորները Փրփուրը բերանին առած ինչի՞ց։ Իրենք միայն Հայաստանին չեն խանդում։ Դա այդ իմպերիալիստական, շովինիստական մտածելակերպն է։ Ղազախստանն են ուզում ոչնչացնել, լսում ենք Դուգինին, Ղրղստանը ընդհանրապես արհեստական պետություն է, այնտեղ օրենք էին ուզում ընդունել, որ միայն իրենց ազգային ժողովում խոսեն ղրղզեր են, այսպես ասած։ Դա մեծ արձագանք էր գտել Ռուսաստանը, այսինքն երկում իրավունք չունեն օրենսդիր մարմնում իրենց լեզվով խոսել։ Ուկրաինան տեսնում եք, մակարդակը ցածր է ցավոք այսօրվա ռուսական պրոպագանդայի, չգիտեմ, կգրավենք Պորտուգալիան, ինչ որ հավատում են, որ Տրամպը իրենց դաշնակիցն է, այսպես Մակրոնին են վիրավորում, դա թուլության նշան է, այսինքն պրոպագանդայի մակարդակը շատ ցածր է, այնքան ցածր, որ կարողացան հայ հասարակությանը իրոք հոգնեցնել։ Դա Նիկոլ Փաշինյանը չարեց։ Ավարտեցինք։ Մեր բառով նախընտրական այդ մթնոլորտը, որի մասին մի քիչ էլ խոսեցինք, որակել անկայուն թե անբովանդակ։ Անբովանդակ դեպի անկայունության։